Մենք ունենք այսպիսի նաև պատկերացում, որ ամեն ինչ անենք այդ խաղաղության պայմանագիրը ստորագրի եւ կլինի խաղաղություն։ Ես ուզում եմ, որ մենք այսօրվանից մեր քաղաքական դասը, մեր ամբողջ երկիրը, ժողովուրդը, ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս, մենք պիտի պատրաստվենք այդպիսի աշխատանքի եւ ինձ համար էական չի նույնիսկ որ պահին կլինի այդ ստորագրությունը, կլինի միջև ընտրություններ, ընտրություններից հետո սահմանադրության հանրաքվեն ընդունելուց հետո, թե դրանից առաջ։ Էականը, թե մենք ինչպիսի ստարտային պայմաններ կունենանք, ինչպիսի քաղաքական միջավայր կունենանք, որը ի վիճակի կլինի իրապես հավանած կամ չհավանած այդ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու եւ դրանից ստացած կամ դրանից մեզ ընձեռված այդ պատուհանը մենք կարողանանք լիարժեք կերպով իշահ մեր պետության կայունացման եւ առաջընթացի օգտագործել։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք այդ խաղաղության մասին ոչ թե խոսեինք մեր որպես պարգև, որպես մանանա, որպես ընծա, այլ որ դա մեր հավաքական, աշխատանքին այլևս տրամադրվելու գործիք է։